Ինչպես գտնել Աստծոյ կամքը։ Բժիշկ Ղուկաս կսկսի Գործք առաքելոց 27-րդ գլուխը ասելով. Երբ որոշվեցավ, որ նավով Իտալիա երթանք, Գործք առաքելոց 27:1 Ով որոշեց, որ Պողոս և խումբը ուրիշ բանտարկյալներ նավով Իտալիա երթան։ Թեև զանազան մարդիկ կարգադրություններ ըրին ճամփորդության համար, իրականության մեջ որոշումը առնողը Աստված էր։ Ան որոշած էր Պողոսը Հռոմ ղրկել (տես Գործք առաքելոց 23:11)։ Պողոս ուներ հաստատ հավաստիքմը, որ հիմնված էր Աստծոյ իրեն ըսածի վրա, ինքը պիտի վկայեր Հռոմի մեջ։ Պողոս վստահորեն գիտեր, որ ատիկա Աստծոյ կամքն էր։ Ինչպես կգտնենք Աստծոյ կամքը մեր կյանքին համար։ Նախ պետք է գիտենանք, որ Աստված շատ ավելի հետաքրքրված է իր կամքը մեզի հայտնելով, քան մենք հետաքրքրված ենք զայն գտնելով։ Ան կուզե առաջնորդել և ուղղել իր զավակները և խոստացած է ընել ատիկա։ Կրնանք հանգչիլ այս հավաստիացումին մեջ։ Աստված կսե. քեզի պիտի սորվեցնեմ ու երթալու ճամփադ պիտի ցուցնեմ քեզի, քեզ պիտի խրատեմ, իմ աչքս քու վրադ պիտի ըլլա։ Սաղմոս 32:8 Կրնանք վստահ ըլլալ անոր առաջնորդության։ Պարագաներ։ Գործք առաքելոց 27-րդ գլխի մեջ երևացող առաջնորդության բացահայտ միջոցը պարագաներու սահուն ընթանալն էր։ Աստված խոստումը ըրավ Պողոսին և հետո քայլ առ քայլ ան կարգի դրավ պարագաները, որոնք կատարեցին իր կամքը։ Ուստի Պողոս մտավ նավը, որ Հռոմ կերթար։ Աստված կրնա առաջնորդել մեզ պարագաներու միջոցով, դռներ բանալով կամ գոցելով։ Երկրորդ՝ Աստծոյ խոսքը։ Ուրիշ ձևը, որուն միջոցով Աստված կհայտնե իր կամքը, իր խոսքն է։ Ֆրանսիացի ուսանողներուն մեջ ավետարանչությամբ զբաղվող մշակը պատմեց, թե ինքը ինչպես զգաց Աստծոյ կոչը Ֆրանսիայի մեջ ծառայելու։ Երբ ան բարեկամներուն խոսած էր ատոր մասին, անոնք չէին քաջալերած զինք ըսելով, թե ֆրանսիացի ուսանողներ հետաքրքրված են առավելաբար փիլիսոփայական և իմացական հարցերով և ոչ թե անոնք ընդունակ չեն ավետարանին։ Բայց մշակը շարունակած էր աղոթել և Աստծոյ կամքը փնտրել։ Օրը Աստված հստակ կերպով խոսած էր իրեն Աստվածաշնչի մեջեն։ Սուրբ Հոգին մեծ երաշխավորություն տված էր իրեն, թե պետք է ծառայե Ֆրանսիայի մեջ։ Սուրբ գրքեն իր կարդացած հատվածին մեջ արդյունաբեր ծառայության համար խոստումը տրված էր։ Ան ֆրանսերեն սորվեցավ և գնաց Ֆրանսիա աշխատելու։ Տարիմը ծառայել է ետքը, ան կազմակերպեց մեկ շաբաթ տևող և նորադարձներու հատուկ համագումարը։ 30 ուսանողներ մասնակցեցան։ Իր ծառայության երկրորդ տարվան վերջավորության ան ծրագրեց ուրիշ համագումարը և 80 ուսանողներ ներկա եղան։ Ես էի պատգամաբերը իր կազմակերպած երրորդ համագումարին, և 130 հավատացյալներ, խանդավառ, աճող երիտասարդներ մասնակցեցան։ Աստված օրհնած է այդ մշակին ավետարանչական ջանքերը։ Երբ կխորհրդակցինք անոր հաջողության պատճառին մասին, բացավ Սուրբ գրքին այն հատվածը, որ Աստված իրեն տված էր։ Հիմա Աստծոյ կուտար ամեն փառքն ու պատիվը։ Երրորդ՝ Աստվածային խրատ։
Ուրիշ ձևը, որուն միջոցով Աստված կհաստատե իր կամքը մեր կյանքերուն համար, հավատացյալներու խորհուրդն է։ Տարիներ առաջ հուսահատվեցա։ Ամեն բան սխալ կընթանար և կխորեի քաշվիլ կատարած գործես։ Շաբաթներով աղոթեցի Աստծոր համար, ոչինչ հստակացավ։ Երբ լքելու կետին հասած էի, հին բարեկամիմը հեռաձայնեցի անոր հետ խորհրդակցելու հարցիս շուրջ։ Երկարորեն խոսակցեցանք։ Ան իր փորձառություններեն պատմեց և զիս քաջալերեց, որ գործեն չհրաժարվիմ։ Երբ ետև նայելով կդիտեմ անկե ետքը եկող տարիները, երախտապարտ կզգամ իր իմաստուն խորհրդին համար։ Աստված հաճախ կգործածե հավատացյալներու խրատը։ 4. Աղոթք։ Աստված աղոթքի միջոցով կհայտնե իր կամքը։ Որևէ ատեն, որ կուզես ճշտել Աստծոյ կամքը, գործածե այս 4 միջոցները։ Առաջին՝ պարագաներ։ Երկրորդ՝ հոգևոր հասուն մարդկանց խորհուրդ։ Երրորդ՝ Աստծոյ խոսք։ 4. Աղոթք։ Նույնիսկ երբ դատվելու համար հռոմ կերտար, Պողոսի սիրտը և միտքը խաղաղության մեջ էին, որովհետև ան գիտեր, թե ինքը Աստծոյ կամքին մեջ էր։ Աստված կարգի դրած էր իր բոլոր պարագաները և հավաստիացուց անոր իր ներկայությունը և առաջնորդությունը։ Պողոս նավով կճամփորդեր կայսեր առջև դատվելու, բայց չէր մոռցած իր առաքելությունը։ Գործք Առաքելոց 27-րդ գլուխ 2-րդ խոսքին մեջ Ղուկաս մասնավորաբար կհիշե Պողոսի ընկերակցողներեն Արիստարքոսը։ Եվ Ադրամինտացի նավը մտնելով ճամփա ելանք, ու Ասիայի կողմերեն պիտի նավեինք, Թեսաղոնիկեէ եղող Արիստարքոս Մակեդոնացին ալ մեզի հետ էր։ Տես Գործք Առաքելոց 20:4։ Արիստարքոս Պողոսի հետ բանտարկված էր Հռոմի մեջ (Կողոսացիների 4:10)։ Ինչու Արիստարքոս կճամփորդեր Պողոսի հետ։ Ան Աստծոյ կողմէ ընտրվածներէն մեկն էր և Պողոսեն սորվելու էր։ Արդեն նշեցինք Պողոսի մարզելու ձևը։ Ան սովորաբար իր հետ կտաներ խումբ մը մարդկանց, ինչպես Յիսուսին կընկերանային 12 աշակերտները։ Ինչ ալ պատահեր, Պողոս Քրիստոսով գտած կյանքը ուրիշ անհատիմը հետ կբաժնեկցեր։ Ան տևապես կփնտրեր անապաշխարներ, զանոնք Քրիստոսին առաջնորդելու կամ քաջալերելու և շինելու անոնք, որոնք արդեն ապաշխարած էին։ Նույնիսկ Հռոմ երթալու ճամփուն վրա Պողոս չմոռցավ մարդկանց մարզելու կարիքը։ 5. Աստծոյ կամքը փորձառաբար գիտնալ։ Երբ Պողոսի նավը ճամփա ելավ Հռոմ երթալու համար, Ղուկաս նկատեց նաև, որ պատասխանատու հրամանատարը բացառիկ բարեացական վերաբերմունք կունենար Պողոսի հանդեպ։ Հետևյալ օրը Սիդոն իջանք, և Հուլիոս մարդասիրություն ցուցնելով Պողոսին, հրաման տվավ, որ բարեկամներուն երթա դարման գտնե։ Գործք Առաքելոց 27:3։ Կրնանք միայն ենթադրել, թե ինչու Հուլիոս այդպես վարվեցավ, բայց կարելի է, որ ան Ագրիպասի առջև Պողոսի վկայությունը լսողներէն մեկն էր։ Ավելի ետքը սակայն, երբ Պողոս ճամփորդելու դեմ խոսեցավ, Գործք Առաքելոց 27:10-11, հարյուրապետը չընդունեց Պողոսի հորդորը։ Անոր նման շատ մարդիկ կան, անոնք կհարգեն Աստծոյ ծառաները, բայց կարևորություն չեն տար անոնց տված խորհուրդին։
Թե Պողոս, թե ալ նավապետը ծովուն նկատմամբ փորձառու մարդիկ էին։ Պողոս նավաբեկության հանդիպած էր 3 անգամներ։ Երկու մարդիկ ալ գիտակից էին ճամփորդության բոլոր վտանգներուն, սակայն անոնք հարցը դիտեցին տարբեր դիտանկյունները։ Նավապետը իր գործը իմտի ուներ, ան կուզեր հանձնել նավուն բեռը եւ գանձել դրամը։ Պողոսը կխորեր ճամփորդներուն կյանքերուն մասին։ Երբ ճամփակը ելնես կյանքի ծովուն մեջ, հոգևոր եւ անապաշխար խրատը շատ արժեքավոր է, նաեւ շատ հազվագյուտ։ Շատ հաճախ խրատը կտրվի տվողին շահուն հիման վրա։ Մեր առաջի մտահոգության առարկան ըլլալու է անձը եւ անոր բարիքն ու զարգացումը։ Դժբախտաբար հարյուրապետը հետևեցավ նավապետին տված թելադրությանը, եւ Պողոսի այդ ճամփորդները շուտով հասկացան, որ ճամփա ելած էին վտանգավոր պայմաններուն մեջ։ Գործք Առաքելոց 27:14-20։ Երբ նավուն վրա գտնվող բոլոր մարդիկ հասկացան, որ իրենց կյանքերը վտանգված էին, սկսան իրենց առարկաները ծովը նետել։ Մարդիկ սիրով կզոհեն իրենց նյութական ստացվածքները, իրենց կյանքերը ազատելու համար։ Սակայն Հիսուսի աշակերտ ըլլալը կենթադրե ուրիշի կյանքին համար ստացվածք զոհելու հոժարակամություն։ Աշակերտության կյանքը կպահանջե զոհաբերում, որպեսզի ավետարանը հասնի անոնց, որոնք խավարի մեջ կապրին։ Թեև ճամփորդներեն շատերը գալիքեն կվախենային, սակայն Աստված իր ծառային ամենևին չլքեց։ Պողոս հիշեցուց նավու պաշտոնյաներուն, թե ինքը խորհուրդ տված էր Կրետեն չձգել եւ ավելցնելով ըսավ. այս գիշեր երևցավ ինձի հրեշտակը այն Աստծուն, որունն եմ ես, եւ որ կպաշտեմ, եւ ըսավ մի վախենար, Պողոս, կայսրին դիմաց պետք է ելնես դուն, եւ ահա Աստված քեզ շնորհեց այն ամենը, որոնք քեզի հետ նավին մեջ են, ուստի մարդիկ սիրտ առեք, վասնզի ես կհավատամ Աստծոյ, որ այդպես պիտի ըլլա, ինչպես ինձի ցուցվեցավ, միայն թե պետք է որ կղզի մըիննանք։ Գործք Առաքելոց 27:23-26։ Պողոս գիտեր, որ ինքը Աստծոյ կպատկաներ, որուն եմ ես եւ որ կպաշտեմ, որուն կծառայեմ։ Մրկալից հովը կսաստկանար, բայց Պողոս չկորսնցուց իր հավատքը։ Աստված խոսած էր։ Ան գիտեր, որ ամեն բան լավ պիտի վերջանար, ուստի քաջալերեց իր ճանապարհակիցներին, որ սիրտ առնեն եւ չհուսալքվին։ Պողոս գիտեր, թե ինքը ապահով էր ալեկոծ ծովուն վրա, որքան ատեն որ կապրեր Աստծոյ կամքին մեջ։ Եթե հանգիստ հանգչեր իր տան մեջ եւ անհնազանդ ըլլար Աստծոյ, այսքան ապահովություն պիտի չվայելեր։ Երբ հավատացյալը Աստծոյ ուզած տեղն է, ապահով է։ Մեր քաջալերության եւ ապահովության համար Տիրոջ մեզ ատ որևէ բանի վստահելու չենք։ Եթե նույնիսկ մեզ ուրիշներուն համար վտանգավոր տեղ մը դնե, վախենալու չենք, որովհետև Աստծոյ զորության եւ առաջնորդության հավաստիքը միշտ մեզի հետ է։ Բնավ քեզ պիտի չթողում ու բնավ քեզ երեսը պիտի չձգեմ։ Եբրայեցիների 13:5։ Հաստատելու համար իր հավատքը Պողոս հրապարակավ կերակուր կերավ։ Գործք Առաքելոց 27:33-38։ Աշակերտության նշանները կրկին ու կրկին ի հայտ եկած են Պողոսի կյանքին մեջ։ Մալթայի մոտերը Սոսկալի մրրիկի բռնված նավուն մեջ Պողոսն էր, որ քաջություն եւ հույս ներշնչեց իր ճանապարհակիցներուն։ Ղուկաս կնկարագրե բոլորին զգացած վհատությունը։
Ալ բոլորովին մեր ազատվելուն հույսը կտրվեցավ։ Գործ Առաքելոց 27:20 Կերևի թե Ղուկաս ինքզինք և ուրիշ հավատացյալներ Արիստարքոսի նման կդնե այդ վհատածներու խումբին մեջ։ Սակայն կար մեկը, որ իր հույսը չկտրեց, և ավելի կարևորը, ան իր հույսը ուրիշներուն հետ բաժնեկցեցավ։ Մեկ մարդ, որ հավատաց և գործեց իր հավատքին վրա, Աստծոյ փնտրած և պետք ունեցած մարդն էր Պողոսը։ Բազմություն մը, մեծամասնություն մը կամ պստիկ հանձնախումբ մը չէր, որ վհատությունը հավատի վերածեց, այլ այդ մեկ մարդը Պողոս։ Երբ Աստված ուզեց իր ժողովուրդը ազատել Եգիպտոսի գերությունեն, ան ընտրեց Մովսեսը։ Երբ Աստված ուզեց մարդկային ցեղը ազատել ոչնչացումէ, ան կանչեց Նոյը։ Երբ ան ուզեց շահիլ պատերազմական ճակատամարտը, գործեց Դավիթը, հովիվ տղամը, որ հաղթեց Գողիաթի ու տապալեց զայն։ Սակայն հիշե, թե կարևորը անհատը չէ, հապա Աստված, որ հաղթանակը կշահի։ Երկրորդ Թագավորաց 23:10 Աստված պարզապես պետք ունի մարդումը, որուն կյանքը մաքուր և գործածելի է։ Մենք չենք, որ Աստծոյ գործը կկատարենք, միայն Աստված կրնա անել զայն։ Մենք պարզապես միջոցներ ենք։ Պետք է մաքուր և գործածելի ըլլանք, որպեսզի Սուրբ Հոգին ուրիշներուն հոսի մաքուր խողովակների մեջեն։ Ամեն մարդ ուտել է ետքը, երբ առավոտ եղավ, նավը սկսավ քանդվել, և հարյուրապետը հրամայեց, որոնք որ կրնան լողալ, թող անոնք առաջ նետվին և ցամաք ելնեն, և մնացածները ոմանք տախտակներով, ոմանք նավին ուրիշ բաներովը, և այսպես ամենը ազատեցան, ցամաք ելան։ Գործք Առաքելոց 27:43-44 Ամփոփում Նույնիսկ երբ ուրիշներու համար պարագաները մթին էին, Պողոս գիտեր, որ ինքը ապահով էր Աստծոյ կամքին մեջ, որովհետև առաջին. Աստված իրեն խոսած էր իր ծրագրի մասին, երկրորդ. Աստված կարգի դրած էր իր բոլոր պարագաները, երրորդ. Աստված հավաստիացուցած էր զինք իր ներկայության մասին, չորրորդ. Աստված պահած էր իր խոստումները, երբ Պողոս իր կամքին համեմատ գործած էր։